Միացյալ Նահանգների կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական բանաձև, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, հայտնում է Ամերիկայի Հայդատի գրասենյակը։ Նշվում է, որ բանաձևը ներկայացրել է կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը, քննարկվել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին եւ քաղբանտարկյալներին։ Հաշվի առնելով ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ փաստագրված մահապատիժները, այդ թվում մի քանի մահապատիժներ, որոնք ձայնագրվել եւ տարածվել են սոցիալական ցանցերում, ինչպես փաստաթղթավորվել է Human Rights Watch-ի կողմից, կենսականորեն կարևոր է, որ Միացյալ Նահանգները հստակորեն պաշտպանի բոլոր հայ ռազմագերիների անհապաղ եւ անվերապահ ազատ արձակումը, քանի որ նախագահ Թրամփը շարունակում է Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն ապահովելու իր ջանքերը, հայ ռազմագերիների եւ քաղբանտարկյալների ազատ արձակումը կլինի նշանակալի քայլ այս նվաճման ուղղությամբ։ Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային ընտրություններում իր վճռական հաղթանակի կապակցությամբ այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը եւ չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության եւ հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները, գրել է նա։ Հայաստանի այսպես կոչված խաղաղատենչ հարևաններից Թուրքիայի նախագահը շնորհավորական ուղերձ է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առթիվ։ Էրդողանը հավատացած է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության հաստատման եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Փաշինյանի ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի։ Հունիսի 12-ին ուժեղ Հայաստան կուսակցությունը ընտրությունների արդյունքները վերանայելու պահանջ է ներկայացնելու կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Սիրելի հայրենակիցներ, դուք ձեր աչքով եք տեսել, որ տասնյակ եւ հարյուրավոր ընտրատեղամասերում եղել են վերանայման արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայների շեշտակի անկում է նկատվել։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես են զինվորներն ուղղորդված ստանում ընտրությունների։ Դուք ձեր աչքով եք տեսել, թե ինչպես է պետական կառավարման մարմինների աշխատակիցներին ուղղորդում, որպեսզի քվեարկեն ՔՊ-ի օգտին։ Այս ամենը հաշվի առնելով, վաղը մենք դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները եւ ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք սահմանադրական դատարան։ Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ մեծամասնությունը կորցրած 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, անգամ այսքան խախտումներից հետո 3/5 չունեցող ուժ է եւ չի կարող Ալիևի ցուցումով սահմանադրություն փոխել։ Հայաստանում հանրային վստահության լրջագույն դեֆիցիտ կա, ինչն արտացոլվել է նաև ընտրությունների արդյունքներում եւ դրանց շուրջ ձևավորված հանրային ընկալումներում, գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը, անդրադառնալով հետընտրական իրավիճակին եւ հասարակական տրամադրություններին։ Սոցիոլոգիան Հայաստանում չի աշխատում ոչ թե մասնագետների անորակ աշխատանքի, այլ հասարակության անազնվության եւ տոտալ անվստահության պատճառով։ Մենք չենք վստահում իրար ու որևէ մեկին, եւ այդ պայմաններում հնարավոր չէ ստանալ իրական պատկեր հասարակական տրամադրությունների մասին։ Այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ հասարակությունը լսել է իշխանության բոլոր հայտարարությունները, սահմանադրական փոփոխություններից մինչեւ զիջումների թեմա, եւ այդուհանդերձ քվեարկել է նրա օգտին։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ստեղծող եւ կառուցող օրակարգը հաճախ պարտվում է քանդելու եւ խլելու տրամաբանությանը։ Ամենամեծ խնդիրը, սակայն, այն է, որ այսօր ունենք հասարակություն, որը պատրաստ չէ ազնիվ խոսակցության եւ ապրում է համակարգային անվստահության պայմաններում։ Սա շատ ավելի լուրջ մարտահրավեր է, քան մանդատների բաշխումը կամ քաղաքական ուժերի միջև պայքարը։ Վերջնական ընտրությունը ըստ էության մեկն է, կամ մենք ինքներս կկարողանանք փոխվել ու բուժել մեր հասարակությունը, կամ դա մեզ վրա կփորձեն անել արտաքին ուժերը։ Եթե Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, այդ գործարքին ծնկաչոք ընթառաջ կգար, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին արդյոք ընտրություններից առաջ ԲՀԿ առաջնորդին գործարքի առաջարկ եղել է։ Ընդհանրապես այդ որ ասում են առաջարկել են գործարք, թող ասեն ով Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընթառաջ կգար։ Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհի աշխարհ տարբեր տեղերում գործարքա
բան արել, փնտրել, գտել, հետո բարձվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Իսկ Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք, ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը, Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է խախտումներին, ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առնվազն միջև այն շեմը, որը պետքա կարող է իրան ստանեցիներին փող չեն տվել, չնայած էլ եմ կասկածում։ Կարծում եմ դե իրան ստանեցիները փողի նույնիսկ զավակներին մեծ բաներ չէ, բաժնե մասեր ընտրություններից առաջ փոխանցվեց, թերևս մտավախություն ունենալով նրանք կքվեարկեն, թե չեն քվեարկի։ Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Նրանք խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ իր ուժը ընտրությունների խորհրդան մտնելու շեմը պետքա չհաղթարեն։ Եթե Պուտինը չճանաչի ընտրությունները հայ-ռուսական հարաբերություններում, ինչ վիճակ կստեղծվի։ Դեք ես 8 տարուց ավել արդեն աշխատում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եւ գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, ով հենվում է փաստերի եւ փաստարկների վրա։ Եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփորձենք փարատել, ոչ մի խնդիր չկա եւ կշարունակենք աշխատել։ Ինչ վերաբերվում է փաստերին եւ փաստարկներին, մենք երկու ձևաչափ ունենք, որին ես եմ մասնակցում, բայց նաեւ ունենք ձևաչափեր, որ գործընկերներն են մասնակցում։ Միջկառավարական խորհրդի նիստերին ԵԱՏՄ ես եմ մասնակցում եւ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերին եմ ես մասնակցում, այդ ձևաչափերով շարունակելու ենք մեր աշխատանքը։ Դե գիտեք, այդ ինչ նշանակում չճանաչեն ընտրությունները, ընտրությունները չճանաչեն, նախ ինստիտուցիոնալ մակարդակով պետք է կա անկախ պետությունների համագործակցության դիտորդական առաքելություն եւ Ռուսաստանի ինստիտուցիոնալ բանը, ինստիտուցիոնալ մեխանիզմը մեր ընտրությունների հետ առնչություն ունենալու այդ դիտորդական առաքելությունը իր եզրակացությունը տվել է, ներառված է եղել նաև Ռուսաստանի Դաշնության դիտորդները։ Այսինքն մնացածը արդեն ռիտորիկայի հարց է, որը կքննարկենք։ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից, Երևանը ստիպված կլինի ընդունել այդ որոշումը։ Նա նաև նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում փոխել ՀԱՊԿ-ին անդամավճարներ չվճարելու դիրքորոշումը եւ ընդգծել, որ ստեղծված իրավիճակը իրեն չի մտահոգում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով, եթե Հայաստանում ռուսական գազի գինը բարձրանա, ներկայիս սակագները կգործեն մինչև 27 թվականի սկիզբը։ ՀԾԿ նախագահը ռուսական գազի գնի թանկացման պարագայում այլ ընտրանք է տեսնում գազի այլ երկրներից ներկրումը։ Եթե հանկարծ գազի գինը թանկանա Հայաստանում, այդ մասով հետևյալ մեկնաբանությունը կարող եմ անել, որ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի արտադրության մոտ 30-35% կախված տարվա կառուցվածքից արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում եւ հետեւաբար եթե գազի գինը կթանկանա X դրամով կամ Y անգամ, չգիտեմ, եթե կթանկանա, դրանք անհայտներ են եւ ընդամենը այդպես քաղաքական խոսույթներ են, իրականության մեջ չունենք դեռ որևէ նման թիվ, ես անձամբ որպես հանձնաժողովի նախագահ իմ սեղանին չունեմ նման թիվ դրված պաշտոնապես եւ չկա նման քննարկում եւ հետեւաբար այդ նշված տոկոսի չափով ազդեցությունը էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի վրա բնականաբար կլինի բացասական, բայց անցած անգամ մեր հանդիպումներից մեկի ժամանակ ես եւս այդ մասին հայտնեցի իմ կարծիքը որպես ՀՀ քաղաքացի, որ աշխարհացունց բան այնուամենայնիվ դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները վերականգնվող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում բավական բարեբախտաբար զարգացել է առաջանցիկ տեմպերով եւ միայն արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովի 92, 93, 94 թվականների ծանր էներգետիկական կրիզիսի պատկերը ունենալուց։ Այո, անցումային փուլում եթե կլինի գազի թանկացում, որոշակի դժվարություններ ենթադրաբար կլինեն, բայց դա չի լինի այն ձեր
Չնայած դուք երևի այդքան ավելի երիտասարդ եք, այդ հովարային անջատումների տարիների այդ պատկերը չենք ունենա, այդ ծանր եւ խորը, արդեն ասացի, որ անհետևանք դա չի կարող լինել, անցումային որոշակի դժվարություններ կլինեն։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվել է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրել է բանակցությունները ձգձգելու համար եւ հրամայել հարձակում սկսել։ Էսկալացիայի պատճառը դարձել վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ ԱՄՆ-ն այս գիշեր Իրանի ուղղությամբ 49 տոմահավք թևավոր հրթիռ է արձակել Թեհրանին։ Պատասխան հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների հարվածները, հայտարարելով, որ դրանք գործնականում անիմաստ են դարձրել ապրիլի 8-ի հրադադարը։ Գերատեսչության հայտարարության համաձայն ԱՄՆ-ի գործողությունները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, իսկ դրանց հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնի ղեկավարությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի շուրջ լարվածության նոր սրացումը կարող է բացասական հետևանքներ ունենալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համաշխարհային տնտեսության համար։ Նրա խոսքով Կրեմլը մտահոգված է ստեղծված իրավիճակով եւ հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն։ 3 հունիսի 10-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում կեսգիշերին Հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրի քաղաքի որոշ փողոցներում անհարմարություններ են ստեղծել թե վարորդների, թե հետիոտների համար։ Անգամ կային փողոցներ, որտեղ կարկուտի եւ անձրևաջրերի բարձրությունը հասնում էր 40-ից 50 սանտիմետրի։